Վաղ ժամանակներից ի վեր ոմանք ձգտել են ստեղծել սարքեր, որոնք առանց էներգիա ծախսելու կարողանային անընդհատ օգտակար աշխատանք կատարել։ Այս սարքերն անվանել են հավերժական շարժիչներ։ Նկարում պատկերված է հավերժական շարժիչի ամենահին նախագծերից մեկը։ Ըստ հեղինակի, այն հավերժ պետք է պտտվի ժամը սլաքի պտտման ուղղությամբ, քանի որ աջ կողմի գնդերի ծանրության ուժերի բազուկներն ավելի մեծ են, հետևաբար մեծ է նաև դրանց ուժի մոմենտները։ Իրականում այն չի պտտվում, չնայած անիվը ժամասլաքի պտտման ուղղությամբ պտտող ծանրության ուժերի բազուկներն ավելի մեծ են, սակայն այդ ուղղությամբ պտտող մոմենտ են առաջացնում 5 գնդերի ծանրության ուժերը, իսկ հակառակ ուղղությամբ 6 գնդիկները։ Մեկ այլ նախագիծ հավերժական շարժիչից կարող եք տեսնել այս նկարում։ Ըստ հեղինակի, քանի որ աջակողմյան մարմինների վրա բացի ծանրության ուժից ազդում է նաև դեպի վեր ուղղված Արքիմեդյան ուժը, ապա սարքը միշտ պետք է պտտվի ժամասլաքի պտտման հակառակ ուղղությամբ։ Սակայն այն չի կարող աշխատել, քանի որ մարմինների ներքևի ջրավազանի մեջ մսելու համար անհրաժեշտ է հաղթահարել ջրի սյան հիդրոստատիկ ճնշումը, ինչը հնարավոր չէ։ Չպետք է ավելորդ ջանքեր գործադրել նման սարքեր ստեղծելու համար, որքան էլ որ հնարամիտ չլինի դրանց նախագծերը, միևնույն է, այս սարքերն աշխատել չեն կարողանա։ Էներգիայի պահպանման օրենքը բացառում է նման սարքերի աշխատանքը, իսկ եթե այնուամենայնիվ նման սարքն աշխատում է, ապա ինչ-որ տեղ անպայման էներգիայի աղբյուր է թաքնված։ Հետաքրքիր էր։